Տիկնայք և պարոնայք, այժմ ինչպես խոստացել էի վերլուծությունների ժամանակն է, մեր եթերում բարև ձեզ և դա չի լինում առանց Արմեն Չիբուխչյանի, ինչպես տեսնում եք, նա արդեն այստեղ է, հարգելի հեռուստադիտողներ։ Եվ երևի թե նախ և առաջ պիտի անդրադառնանք Միացյալ Նահանգներում 3 տեղի ունեցած ընտրություններին, որտեղ դեմոկրատները հստակ հաջողություններ արձանագրեցին։ Մինչև անցնելը, ես երբ որ գալիս էի եթերի, դե մեր մոտ ուղիղ եթեր է այս պահին, տեսա, որ պատահաբար Սերժ Սարգսյանի սրտաժմլիկ ճառը աչքովս ընկա, որ լուրում տալիս եք հուզվեցի տենց ինչպիսի ինքնազոհություն չի պատրաստվում լքել, անգամ եթե գնդակահարություն տան, գիտեք ինչի որոշ, ընդհանրապես չեմ ցանկանում անդրադառնալ, որտեղ այդ կապիկություն է, բայց այդ գնդակահարություն բառը շատ նախ Հայաստանում չեն կարող գնդակահարություն տալ, սկսենք այդտեղից, չէ կարևոր է սա ասել, թե չէ մարդիկ լսում են ասում են, այ նախագահ, այ բան, չէ, մոխրագույն տեսքից երևում էր, որ սրտի ցավով էր երկրորդը ինքը մի նախադասություն ասեց, ես դա մինչև գալն էի լսել, որ ամբողջի չէի լսել, մի մասը ստեղ լսեցի, որ ասեց, որ այս երկիրը իմն է, ոնց կարող է պատահի ես տեղից գնամ, այդտեղ ինքը շատ անկեղծ։ Ես սիրում եմ Հայաստանը, սա իմ երկիրն է, թող իրենք գնան։ Այ որ ասեց այդ երկիրը իմն է, այդ տարիների ընթացքում ինձ թվում է պետք է ասել իմն է, իմ փեսայինն է, իմ եղբորինն է։ Ես հողը իմն է, այս ծառայինն է, Հա, ինձ թվում է դες պետք է ասել, մի խոսքով լավ չէ, երկիրը իմն է, բարիս բուն, ընդհանրապես բարիս բոլոր իմաստները, եւ երրորդը Ժորժ ջան, չէ, ինչ եմ ասում, որտեղ իրականում ծիծաղալու է, որտեղ այդ բոլոր գործերը, որ հիմա հարուցված է Սերժ Սարգսյանի վրա, բոլորը ժամկետ անց են ու պատիժը միայն սիմվոլիկ է լինելու, որտեղ ոչ մի գործով իրան չեն կարող դատապարտել։ Բայց այսօր այլ մեկնաբանություն է։ Ոչ, վաղեմության ժամկետը անցած է բոլոր գործերի Սերժ Սարգսյանի։ Վաղեմության ժամկետը անցած է, պատիժը լինել է սիմվոլիկ։ Այդ վաղեմության ժամկետը անցած առաջին գործը, նորից ուղարկվել է դատարան։ Այսպես ասեմ, միևնույն է, չեն կարող ոչ բան անել, միակ նյուանսը չէ, իրոք անցած է վաղեմության ժամկետները։ Միակ խնդիրը այդ, չգիտեմ շուտ որ ապօրինի հող են օտարել բան, այդ օտարման հետ ստանալու պահը, այսինքն այդ որոշումը հետ ողորմյա անելու պահը, այդ չեմ կարող ասել, թե չէ իրան հավատացեք այդ մահապատիժը, թե չէ գնդակահարություն, ինքնազոհություն, ինքը մի տեղ էր անկեղծ, այդ երկիրը իմն է, վերջացում, տերը իրականը սա ինքն է, մի խոսքով, ինքը Լևոն Տեր-Պետրոսյանն տեսակ Դեկոտինին էր գնացել հանդիպելու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, Ֆրանսիայի դեսպանը։ Նորից չէ։ Փոխանակ Արարատ Միրզոյանի հետ հանդիպեն գնում են Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, շատ լավ, վերջ մի խոսքով։ Սա իսկ դե երևի շատ էր խնդրել նախագահը երևի տենց մի խոսքով, չէ, դե իրանք գիտեն ում են հանդիպում, էլի։ Հիմա վերաբերում ենք Ամերիկային։ Ուրեմն սկսենք նրանից, որ շատ հաճախ այստեղ վերջերս սա պատմական բան է, չասեք լավ պատմական մի քիչ ճոխ է հնչում, շրջադարձային օրեր, նոյեմբերի 4-ը աղետալի օրեր, չեմ վախեն այդ բառը օգտագործեմ, հանրապետական կուսակցության եւ անձամբ Դոնալդ Թրամփի համար, չէ՞ Դոնալդ Թրամփը փորձում էր արտարանել, ասում էր ցուցակում ես իմ անունը չի։ Իմ անունը չկա։ Ասում է պարտվեց, որտեվ հիմա պարտվեցինք, ասում է, որտեվ իմ անունը ցուցակներում չկար։ Դա իհարկե շատ հետաքրքիր էր, բայց եկեք մի բան հասկանանք ինչ տեղի ունեցավ։ Իսկ տեղի ունեցավ մի խորքային եւ շատ հետաքրքիր բան, ինչը իհարկե սպասելի էր։ Ու ես ուզում եմ շեշտեմ մեր հետևորդներին, տեղի ունեցավ նաև Հայաստանին, որտեղ Հայաստանի հետևորդները ավելի քիչ գիտեն ամերիկյան քաղաքականության մասին, տեղի ունեցավ մի բան, երբ, այսպես ասեմ, դեմոկրատների պես ոչ պոպուլար կուսակցություն հիմա չկա Ամերիկայում։ Եկեք ճիշտը խոսենք։ Դե այսպես թե այնպես երկու մեծ կուսակցություններն են, հանրապետականներն ու դեմոկրատները, եւ հիմա հանրապետականները կարծես թե քիչ-քիչ ավելի պոպուլար, ավելի ճանաչված են դառնում։ Ասածս ինչ է, այս պահի դրությամբ դեմոկրատական կուսակցության մի հատ քաոս է, պրոգրեսիվները չեն հասկանում կենտրոնամետներին, օրինակ այս նորընտրվածները ավելի շատ հարում են բացի Մամդանից, ավելի շատ գավերներները ավելի շատ դեպի կենտրոն են եւ այլն, հա, ընդհանրապես Mid-West-ի դեմոկրատները, ասենք, չգիտեմ, վերցնենք Gretchen Whitmer-ին,
գավերներներ, ասենք Midwest-ի, ասենք, չգիտեմ, վերցնենք Շապիրոյին, իրանք շատ ավելի կենտրոնամետ են, իրանք ընդհանրապես կապ չունեն պրոգրեսիվիզմի հետ։ Ուրեմն նոյեմբերի 4-ը սև օր էր հանրապետականների համար եւ տեսեք, մինչև այդ հրապարակվել են հարցումներ, իդեպ դա մեզ բավականին խաբեց, որ Թրամփի ռեյտինգը բարձրացել է 44-ից 47%։ Ընդ որում, տեսեք, իրականում մենք ընտրությունների ժամանակ էլ հասկացանք, չնայած կա վարկած, ես հիմա դա մի փոքր ուսումնասիրում եմ, որ սոցիալական մեդիայի ազդեցությունը ընտրությունների վրա, հատկապես TikTok-ի, X-ի ազդեցությունը փոդքասթների, հատկապես Ջո Ռոգանի, դա լուրջ այսինքն արդեն հարցումների մակարդակով ունենք տվյալներ, որ Դոնալդ Թրամփը կարողացել է իրանք swing voters են կոչվում, swing voters, այսինքն տատանվող քվեարկողներին բերել իր կողմ։ Ինչը չի կարողացել անել Քամալա Հարիսը։ Չարլի Քրքի սպանությունը ստացվում է, որ նաև կարող էր այս առումով պատահական չլինել։ Գիտեք ինչ, Չարլի Քրքի հետ կապված բան չանենք, բայց կնոջը, օրինակ հիմա տեսակետներ է պատտվում, որ կնոջը կարող է J.D. Vance-ը առաջիկին փոխնախագահի պաշտոն առաջադրել բանի ժամանակ, բայց այստեղ ուրիշ հարց է կատարվում։ Հարցը այն է, որ Թրամփիզմը, մագա շարժումը, ընդհանրապես այդ ամբողջ գաղափարախոսությունը, որովհետև Թրամփիզմը չի մեռնում։ Թրամփիզմը դեռ ապրելու է, Թրամփը կգնա, Թրամփը կարող է ողջել չլինի, բայց այս Թրամփիզմը կարող է մոռացվի մի 20 տարի, հետո հիշվի, որովհետև Թրամփիզմն էլ, չգիտեմ, օդից չի ծնվել։ Այս գաղափարները Միացյալ Նահանգներում եղել են։ Հիմա ընտրություններում ուրեմն տեսեք, պետք է հասկանալ, որ գլխավոր պայքարը ամենակարևոր բաներից մեկը դա Նյու Յորքի ընտրություններն էին, որտեղ հաղթեց Զորան Մամդանին, մահմեդական, Պաղեստինի Free Palestine շարժման վրա իր հակասեմիթականության վրա իր քաղաքական կարիերան կառուցած, հայրը ուրեմն մեծահարուստ է, դասախոս է հարգված, եթե չեմ սխալվում Կոլումբիայի համալսարանում, եթե չեմ սխալվում, այո, դասավանդել է մի շարք համալսարանում, ընդ որում տեղերից մեկում մարքսիզմը խորացեք։ Թրամփը երեք ասում էր կոմունիստ է, այո, սոցիալիստ է ինքերանդիկ, այո։ Ուրեմն այս էլ ասենք ու արդեն կքննարկենք հաջորդ բանում, ուրեմն Վիրջինիայում առաջին կին նահանգապետն են ընտրվել Էբիգեյլ Սպենբերգերը եւ ուրեմն Նյու Ջերսիում, որը նույնպես շատ կարևոր ուրեմն նահանգ է, ընտրվել է Մայքի Շերիլը։ Առաջին դեմոկրատ կին նահանգապետը։ Առաջին դեմոկրատ կինը, երկրորդ կին Նյու Ջերսիում, երկրորդ կին նահանգապետն է։ Այո, բայց առաջին դեմոկրատ, ուրեմն եւ այս իմաստով եւ գումարած խոսենք, որ Կալիֆոռնիայում տեղի ունեցավ հանրաքվե եւ ըստ էության պատասխան տրվեց Դոնալդ Թրամփի Տեխասի ընտրական քարտեզի վերաձևմանը եւ նույնպես հաղթեցին դեմոկրատները։ Գնանք գովազդի, կվերադառնանք, կպարզաբանենք դա էլ։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը եւ դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի եւ ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին՝ մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ՝ սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ՝ ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ՝ լրացնում եք քարտի տվյալները եւ գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր եւ անսահմանափակ, ներբեռնելով նաեւ հավելվածը հեռախոսի եւ անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների եւ տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով։ Իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS եւ Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա եւ վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր եւ էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։
Վերլուծություններն շարունակվում է RTN-ի եթերում, որովհետև այստեղ Արմեն Չիբուխչյանը հարգել է հեռուստադիտողներ եւ գովազդից առաջ ասացինք, որ գովազդից հետո խոսակցությունը գնալու է Proposition 50-ի մասին, որ Կալիֆոռնիայում նույնպես դեմոկրատները մեծ հաջողություն են արձանագրել այս առումով, ինչի մասին է խոսքը։ Ուրեմն դուք հիշում եք, մենք այստեղ եթերից խոսում ենք, որ Դոնալդ Թրամփը ըստ էության Տեխասի օրենսդիրների եւ նահանգապետի գլխավորությամբ որոշեցին, որ պետք է Տեխասում այնպես վերաձևեն, դրանք կոչվում է electoral map, այսինքն ընտրական քարտեզներ, այսինքն այդ են դիստրիկտներն են, որը այսինքն այստեղ քվեարկում են դիստրիկտներով, հա, պատկերացրեք օրինակ, չգիտեմ, մոտարապես ասենք, որպեսզի Հայաստանում հասկանան, Կոմիտասի կեսը Դավթաշենի հետ օրինակ տեսականորեն, հա։ Ընտրատարածքների օրինակ, հա, այսինքն դա մի ընտրատարածք, հա, ասենք մեծ, ասենք եւ այլն։ Հա, երևի ճիշտ է, ընտրատարածքներ ուղղակի ստեղ ավելի խոշոր է, դրա համար մենք շատ խոշոր է ընտրատարածքներ էլի եւ այլն։ Ասենք մի ընտրատարածքը կարող է մի քաղաքի չափ լինի Հայաստանում, ել չեմ ասում բնակչության ման, էլի։ Հիմա Եվ ինչա տեղի ունենում, տեսեք, չնայած Տեխասը ինքը հանրապետական նահանգ է, բայց կան բնակավայրեր, որտեղ միշտ իրանք օրինակ այդ դիստրիկտները ավանդաբար ընտրում են դեմոկրատներին։ Ու ենթադրենք տեսականորեն, որ ես հիմա հստակ չեմ հիշի մոտարապես 30, ասենք ենթադրենք 30 քանի տեղ ունի Տեխասը կոնգրեսում, միշտ այդ 30 քանի տեղից 8 տեղը կամ 7 տեղը վերցրել են դեմոկրատները։ Մնացած 25-26 տեղը օրինակի համար վերցրել են հանրապետականները։ Նույնը Կալիֆոռնիայում է, Կալիֆոռնիան համարվում է դեմոկրատական նահանգ, բայց Կալիֆոռնիան կարծում ամենաշատ տեղը ունի կոնգրեսում 50-ից ավել, հա, 52 եթե չեմ սխալվում։ Հա, 52 եթե չեմ սխալվում, որտեղ 30 միլիոնից ավել բնակչություն ունի, բանով ամենամեծն է, բնակչության քանակով կարծեմ ամենամեծ նահանգն է, եթե չեմ սխալվում։ Եվ ուրեմն Կալիֆոռնիայում էլ պատկերացրեք, չգիտեմ, պայմանական 52-ից, եթե չեմ սխալվում, թվերը լավ չեմ հիշում, մեկ-մեկ արդեն սկսել եմ առնում, բայց եթե չեմ սխալվում 52 էր։ 52 կոնգրեսական պետք է ընտրվի, միշտ 8-ը ընտրվել են, միշտ 8 դիստրիկտ կա եղել, որը պարտադիր ընտրել են հանրապետականների։ Հիմա, երբ որ Տեխասը վերաձևեց եւ չկարողացան որևէ բան անել, ստիպված Նյուզեմը հանդես եկավ, Նյուզեմը արդեն ունի հստակ նախագահական հավակնությունից, ձեզ ասեմ, ճիշտ է ինքը դեռ չի խոստովանում, բայց չի էլ հերքում, ասում է, որ հələ կմտածեմ, պետք է փրկել, Թրամփը կատակ չի անում, միշտ ասում է լուրջ Նյուզեմը ասում է լուրջ ընդունեք ինչա կատարվում, լուրջ ընդունեք ինչա կատարվում։ Հիմա այս իրավիճակում Նյուզեմը հանրաքվեդրեց ստեյության։ Կալիֆոռնիայում հանրաքվեդրեց, որ ոչ թե Տեխասի պես ուղղակի որոշեցին ճնշեն օրենսդիրներով այդ հարցը լուծեն, Նյուզեմը դրեց հանրաքվե։ Եվ հանրապետականները հույս ունեն, որ այդեպ ասեմ, որոշ դեմոկրատներ իդեպ, եթե չեմ սխալվում, հենց պրոգրեսիվ դեմոկրատներ, այն որ անհույս պրոգրեսիվ դեմոկրատներ են, այն որ համարյա Զոհրան Մամդանի են իրանց, դրանց բոլորին հիմա կարելի ասել ոչ թե պրոգրեսիվ դեմոկրատներ, այլ Զոհրան Մամդանի, դա լավ բառ չի լինելու իրանց համար, ըստ էության։ Իրենք սկսեցին դեմ դուրս գալ, պատկերացնում եք, որովհետև այստեղ խնդիր կա, Նյուզեմը հրաժարվում է լինել պրոգրեսիվ, որտեղ երբ որ Նյուզեմին հասալ սենսացիա Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետը, նախկին քաղաքապետը, Կալիֆոռնիայի ներկա նահանգապետը հրաժարվում է լինել պրոգրեսիվ, սա այսինքն որովհետև ինքը հասկանում է ինչա կատարվում եւ չի ուզում դիրքավորել, երբ որ հարց տվեցին, բայց դու պրոգրեսիվ ես, թե չէ հիմա ոնց ես գնալու, ասեց ես պրագմատիկ եմ։ Հասկացաք, այսինքն ժամանակի ուզում դե չէ, ինքը հասկանում է նախագահ ընտրվելու համար, ինքը չի կարա Միշիգանից ձեներ ստանա, չի կարա, եթե ինքը ասի ես պրոգրեսիվ եմ, Միշիգանի դեմոկրատները հաց չեն դնի դեմը, կոպիտ ասած էլի, դրա համար ինքը շատ լավ հասկանում է, որ նախագահ գնացողը չի կարա ասի ես պրոգրեսիվ եմ։ Հիմա այս իրավիճակում ժողովրդի Կալիֆոռնիայի բնակչության 63%-ը 4.5 միլիոն մարդ մոտավորապես աջակցեց 2.5-ի դիմաց, էլի մոտավորապես թվեր ասում եմ, թվերը ձեզ շատ բան չեն ասելու, բայց ինչն է խնդրեմը եզրափակելով այսօրվա թողարկումը։ Այս բոլոր հաղթանակները ձեռք են բերվել ահռելի առավելությամբ։ Ահռելի։ Եվ շատ կանգավոր են մյուս տարվա անգամ տեսեք
հետարքիր մի բան ասեմ, ավարտենք, ուրեմն դեմոկրատ, այստեղ կան հատուկ վերլուծաբաններ, ուրեմն որոնք հատուկ զբաղվում են, ասենք, ռազմավարությամբ, դեմոկրատների ընտրական ռազմավարությամբ, հանրապետականների ընտրական ռազմավարությամբ, այսօր այդպիսի երկու հոգի բանավիճում էին, հրավիրվել էին CNN, եւ այդ բանավեճի ընթացքում դե ինքը հանրապետականների ստրատեգիստը ոնց որ ասում է ինքը խոստովանեց որ ասեց սա բան էր անգամ դա շատ բարդ բան արյունոտ օրեր մոտավորապես արյունոտ օրեր այո Թրամփը ասեց հավաքելու եմ պետք է մենք խոսակցություն ունենանք հանրապետականների հետ այո բայց խնդրեմը հետեւյալն է Ժորժ ջան 30 ըստ CNN-ի ես էլ ասեմ ավարտենք CNN-ի 3 հարցում է հրապարակել որտեղ Տրամփի ռեյտինգը խայտարակ ցածր է մինչև այդ մի երկու շաբաթ առաջ երբ որ անգամ 10 օր առաջ երբ որ Չինաստանի հետ հրապարակել հետաքրքիր է մի շաբաթ առաջ երբ որ Չինաստանի հետ պայմանագիրը կնքվեց դրանից հետո ասում են 44-ի այդ հանրապետականները հələ միշտ է Fox News-ին մեղադրում էր ասում էր խիեք ինձ ցածր տոկոսներ չէ տալիս հիմա ըստ էության CNN-ը հրապարակում է ուրեմն ռեյտինգներ, որտեղ 37% ընդամենը Թրամփի approval ռեյտինգը եւ 63% նեգատիվ ռեյտինգ ունի։ Մի բան էլ պետք է հարցնեմ, բայց կարծ խոստացեք, որ շատ կարճ համառոտ։ Այդ proposition 50-ը հիմա եթե անցել է, սա ինչ է նշանակում։ Նշանակում է 5 ձեն ավել կարող է, նշանակում է դիստրիկտները այնպես են վերաձևելու, որ Կալիֆոռնիայից արդեն ոչ թե 8 հանրապետական կանցնի, այլ 3։ Ինչպես եւ Տեխասում ոչ թե կանցներ 7 դեմոկրատ, այլ երկու դեմոկրատ։ Հիմա այնպես վերաձևակերպեցին, որ այնտեղ էլ 5 ձեն վերցրեցին դեմոկրատներից Տեխասում, Նյուզոմն էլ 5 ձեն վերցրեց, բայց խոսքը պոտենցիալ ձեների մասին է։ Պոտենցիալ, այսինքն այնպես չի, որ որոշված են այդ ձեները, ամեն ինչ հնարավոր է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք վաղը, հարգելի հեռուստադիտողներ, ցտեսություն։